Բարև ընկերներ, գիտեք թե ինչու չի ձերբակալվում Վարդենիսի համայնքապետը։ Շնորհակալ եմ աջակցության համար, խնդրում եմ տեսանյութը հավանել եւ տարածել, ինչպես նաեւ չենք մոռանում, որ մենք չենք հայհոյում, մենք ուղղակի թմբիրից արթնացնում ենք մեր հայրենակիցներին։ Ընկերներ, հիշում եք, որ Վարդենիս համայնքում համայնքապետը ընտրվել ոչ թե ՔՊԱ-կանը, այլ այսպես ասած ընդդիմադիրը։ Իդեպ ասեմ, որ համայնքապետ դառնալը այդքան էլ դյուրին չի եղել այնտեղ։ Վարդենիս համայնքում համայնքապետը 30 տարի Տորֆավան գյուղի գյուղապետ, միլիոնատեր Ահարոն Խաչատրյանն է, ով ըստ լուրերի լինելով ընդդիմության թեկնածուն, շատ արագ հավատարմության երդում է տվել Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ դրա մասին է վկայում Փաշինյանի Վարդենիս այցի ժամանակ պարոն Ահարոն Խաչատրյանի ժպտերես հայացքը ուղված Նիկոլ Փաշինյանին։ Բայց այսօր չենք խոսելու այդ ժպիտների մասին, այլ թե ով է Վարդենիսի համայնքապետը եւ ինչպես է ստացվել, որ Ահարոն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական վարույթները մնացել են օդում կախված։ Ընկերներ, ստացված տեղեկությունների համաձայն Ահարոն Խաչատրյանի դեմ մի քանի քրեական վարույթներ էին հարուցվել, դեռևս գյուղապետ եղած ժամանակներում տեղի ունեցած թալանի հետ կապված։ Սակայն ըստ օդում կախված լուրերի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո այդ գործերը արկախվել են, մնացել օդում եւ Վարդենիսի համայնքապետը մնացել ազատության մեջ։ Իհարկե, այստեղ հարց է առաջանում, թե ինչու։ Բնականաբար, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը սատարելու համար։ Նման դեպքերը Հայաստանում շատ են, որ նախկին թալանչի ռեժիմի տասովճիկները կարողացել են մտնել ՔՊ, որի դիմաց իրենց դեմ հարուցված քրեական գործերը կորել են։ Ճիշտ եմ չէ, պարոն Տիգրան Ավինյան, դուք պետք է որ լավ իմանաք։ Ընկերներ, հիմա տեսնենք, թե ինչ կարողություն ունի մեր Վարդենիսի համայնքապետը։ Պարզվում է միայն 6 հողամաս ունի, 1 բնակարան Երևանում, բայց չար լեզուները ասում են, որ ունի նաև 1 այլ բնակարան Մալաթիա Սեբաստիա համայնքում, որը չի հայտարարագրել։ Ունի 1 շինություն Վանևան գյուղում, 1 շինություն էլ Տորֆավանում։ Իհարկե, սրանք միայն պաշտոնական տվյալներով, սակայն որ պաշտոնական տվյալներով գույքային ունեցվածքը անցնում է 1 դասնյակը։ Ունի 3 մեքենա, $20,000 եւ 30 միլիոն դրամ ավանդ։ Ահարոն Խաչատրյանի կինը ունի 5 միլիոն դրամ ավանդ բանկում եւ ուշադրություն մանկապարտեզներից մեկի տնօրենն է։ Ընկերներ, սա հերթական ապացույցն է, որ նախկին ներկա գոյություն չունեն, բոլորն էլ նույնն են եւ պետք է բոլորին մաքրել։ Ուշագրավն այն է, որ ըստ լուրերի Վարդենիսում դեռ քրեական բարքերը շարունակվում են, գործում են նեղ անձնային շահեր։ Ըստ ստացված տեղեկատվության, Ահարոն Խաչատրյանը նաև ակտիվ ներգրավված է տարբեր տենդերներում մասնաբաժին ունենալու մեջ։ Պարոն Նիկոլ Փաշինյան, ձեր սրտի ընդդիմադիր համայնքապետի մասին խոսում են, որ Վարդենիսում տեղի ունեցող շինաշխատանքների մրցույթներում հաղթած մասնակիցները Վանևանի ռեստորանում հաճախ հանդիպում են մեծագույն համայնքապետին։ Դե նաև խոսում են, որ վերջում ահագին հաստ ծրավ են նվեր տալիս։ Մոռացա ասեի, որ ասում են, որ Ահարոն Խաչատրյանը այնքան է սիրում իր անուն-ազգանունը, որ հատուկ իր նախկին գյուղապետարանում վարչական ղեկավար է նշանակել իր անվանակցին Ահարոն Խաչատրյանին, պարոն Ահարոն Խաչատրյան։ Ինչպե՞ս եք, լավ եք, ձեր գողական փեսան ինչպե՞ս է, օգնելու եք ՔՊ-ին, թե դեռ չեք որոշել։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը, հարգանքներով, ձեր Հայը։